Այս պատերազմի ընթացքում անգամ պրակտիկորեն չտեսանք դիմումներ տեխնոլոգիական ոլորտին, գոնե անալիզ անելու, գոնե հասկանալու, թե ինչ բարձր տեխնոլոգիական գործիքներ են կիրառում հակառակորդը եւ ապագայում նման դեպքերը կիրառելու դեպքում մենք ինչպես պետք է ուրեմն հակազդենք։ Շատ լայնորեն կիրառվեցին ամենավերջի բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք ամենաշատ զոհերը մեզ պատճառեցին, դրանք անօդաչու թռչող էին, դրանք տերմոբարիկ պայթուցիկ նյութերով աշխատող ուրեմն այդ սոնցեպիոկ, DOS-1 եւ այլ գործիքներն էին եւ այլն, այսինքն ակնհայտորեն մենք պատերազմը թևակողում է sense թվանքի դարաշրջանը եւ ինքը անցնում է տեխնոլոգիական դարաշրջան եւ եթե մենք ուրեմն պատրաստ չենք լինում դրան, ապա դրա գին պիտի վճարենք, հա, այդ գինը դա մարդու կյանքն է։ Չոբանը հրացանով բեսպիլոտնիկ է խփում, չգիտեմ, այս մեկը նրանով ես ինչ է խփում եւ այլն, էլի, հա, ու դա համարում ենք նորմա, անօդաչու թռչող սարքը դա ամբողջ վերջի, ասենք, ձեռքբերումների, համակարգչային, ռադիո եւ այլը, դրա ուրեմն կուինտեսենցիան է, էլ չեմ ասում, որ ակնհայտ է, որ այդ իրենց կառավարումը իրականացրել են օտարերկրյա մասնագետները, որովհետև հենց ինքը իր կառավարումը արդեն ինքը բարդ գործ է։ Ասենք, եթե մեկը քո վրա կրակում է օդից ու դու ոչ իման չես կարող անես, ոչինչ չես կարող անես, 2 կիլոմետրի վրա կախված է, քեզ տեսնում է, դու իրան չես տեսել, ինքը արդեն հասել է քո վրա, ինքը քո հետ ինչ ուզում է անում է, սիսյանցիներին ոնց որ շացեցի, սիսյանցիների ջոկակը, 7 զոհ ենք տվել, 5-ը վիրավոր, հա, եկել է, վերևից կաղնել է, նշանառությունը վերցրել է տերմոբարիկ բանը, տավել է, հիմա աժոգներով 20%, 50% մարդիկ հիվանդանոցում պարկած են։ Հիմա եթե դու հակազդեցություն չունես, դե ասես որ չունես, բայց չպետք է ասես որ вообще ոչ իման չունե։ Հա։ Իրան, այսինքն ամեն մի զենքը ունի իր դեմ հակազդելու միջոցները, ու դու դրա վրա պետք է աշխատես։ Չգիտեմ, ենթադրենք դիցուկ տանկ է, հա։ Ինքը ունի, չգիտեմ, սարքածա 78 թվականին, հա, եւ իր մեջ, ասենք, սենց լամպեր է դրած, հա, գիտեք, տեսել եք այն հին տելևիզորի լամպերը, հա, ինքը ամբողջությամբ այդ լամպային բան է։ Հիմա այդ լամպերի բլոկը կարաս այդ տանկի մեջից հանես, փոխարինես այս չափի, հա, ձեր սմարթֆոնի չափ հաշվողական ռեսուրս ունեցող մի բանի հետ, իհարկե ավելի նադежնի, որտեղ ինքը ռազմական նշանակության է, հա, տանկի մեջ կավելանա, ասենք, մի հատ լիքը տեղ, որտեղ այդ մարդը սենց չի նստի, այլ սենց կնստի, շատ ավելի հանգիստ կլինի եւ այլ, այսինքն կամ ասենք նույն ասենք իր նշանառության համակարգը, ասենք հին օպտիկական համակարգը, ասենք այն բանի դվերնոյ գլազոկի նման, ասենք իր տեղը բերում ես դնում ես օպտիկական, ասենք լազերային բան, հա, նշանառություն եւ ուրեմն բանը հատուկ օպտիկա ես բերում, բարձր տեխնոլոգիական, որ ինքը գիշերն էլ է տեսնում, ցերեկն էլ է տեսնում, մթի մեջ էլ է տեսնում, այս պատերազմը ցույց տվեց, որ այդ շարունակելը այդ ոճով եւ շարունակելը այդ ռեսուրսներով, այդ սխեմաներով սխալ է։ Այսինքն մենք կարիք ունենք, որպեսզի գլխավոր շտաբից մենք ունենանք ինժեներական ինստիտուտ, որը որ նախ եւ առաջ ձևավորի ճիշտ պատվերը։ Դա առաջի խնդիրն է։ Ճիշտ պատվերը։ Պատվերը ձևավորեցին, գլխավոր շտաբը որոշեց, որ իրան պետք է այսինչ զինատեսակ է։ Ինքը, ասենք, հիմիկվա սխեմայով, այս վերջի օրենքով, գիտեք, որ ռազմաարդյունաբերությունը անջատվեց եւ կառավարության տրամադրության տրվեց, չէ՞։ Հա, ինքը ենթադրենք ռազմաարդյունաբերական հանձնաժողովին ասում է, պետք է զինատեսակ է։ Հիմա ռազմաարդյունաբերական հանձնաժողովը ոնց որոշեց, զինատեսակը իրանք ճիշտ են ուզում, թե սխալ են ուզում։ Ուրեմն ռազմաարդյունաբերական հանձնաժողովն էլ պետք է ունենա ինժեներների խումբ, որպեսզի անալիզ անի, արդյոք այն գինը, որը որ ուզել են, որ ինչ-որ մի բան խփեն, դա ճիշտ գին է, թե սխալ գին է։